Բլուրի մի քանի անգամ մեծացնելու համար, հայտնում էր Արցախը հանձնելու համար, հայտնում էր Արցախի խաղաղ բնակչությանը զոհաբերելու համար եւ ի վերջո Արցախը հայաթափելու համար։ Սա ձևակերպում էր որպես խաղաղության օրակարգ եւ ըստ էության որպես երկու երկրների միջև, մասնավորապես երկու ղեկավարների միջև քաղաքական կամքի դրսևորում։ Եվ սա ուղղակի հնարավորություն է տալիս արդեն հետևություն անելու եւ արձանագրելու, որ այո, այն ինչ որ տեղի է ունեցել է համատեղ ծրագրերի արդյունքում եւ այդ համատեղ ծրագրերը Արցախի հանձնում, այսքան քաջորդիների հազարավոր քաջորդիներին զոհաբերել, Արցախը հայաթափելը դա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների այո քաղաքական կամքի, այսպես չակերտավոր, դրսևորումների։ Այլ դրսևորումներից մեկը Տիկին Հակոբյան նաև այսպես կոչված խաղաղության խորհրդի հարթակին միանալն է, որը ի դեպ ենթադրում է նաև 1 միլիարդի չափով անդամավճար գումար։ Հիմա ի վերջո այս խաղաղությունն ում համար է, մեզ համար խաղաղության հեռանկար կա, թե չէ։ Ես կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, վստահաբար եմ ասում, որ որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, կամ խոսք կարող է լինել, իրականում մենք դա չենք կարողանալու տեսնելու, չենք կրելու, որովհետև այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, օրինակ այսօր կառավարության նիստի ժամանակ այսպես պոպուլիստները էլի հայտարարում էին, որ էներգետիկ ինչ որ միավորում պիտի տեղի ունենա հարց, արդյոք Հայաստանը այսօր դրա կարիք ունի կամ Ադրբեջանը դրա կարիք ունի եւ ինչու են այս ամենը վաճառում ժողովրդի վրա, արդյոք արդարացնելու իրենց պարգևավճարները, արդյոք այս ամենը ժողովրդին հերթական մոլորեցումն է, ինչպես 21 թվականին մոլորեցրեցին ժողովրդին եւ գնալու իրենց այսպես նախընտրական քարոզարշավն է եւ վստահ են, որ ելի մեր ժողովուրդը մոլորվելու է, որովհետեւ ինչպես 2021-ին գլխավոր այսպես ծրագրի առաջին տողում Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի դեօկուպացիան էր Շուշիի, այնպես էլ հիմա այդ ամենը իբրև թե արել են, հիմա էլ անցել են Հայաստանի համար այսպես բարգավաճման, խաղաղության, անվտանգության, մենք մեր շրջապատում բոլորս էլ տեսնում ենք իրականությունը, մեր ժողովրդի մեջ ամեն 3-րդ, 4-րդ, 5-րդը աղքատ է, մեր ժողովրդի մեջ որևէ մեկը իր վրա ֆիզիկապես չի շոշափում այդ անվտանգային խոստումների հետևանքները, այսինքն դա միֆ է, դա փուչիկ է, որ ինչպես 2021-ին իրենք վաճառեցին ժողովրդի վրա, այնպես էլ հիմա են վաճառում։ Ընտրությունային ընթരാճ ակտիվանում են այս խոսակցությունները հիբրիդային պատերազմ, գործակալական ցանցեր, ինչ որ խոսքը հավանաբար հասկացաք արտաքին հետախուզական ծառայության ձգույթի մասին է, այնտեղ մի դրվագ կար, որտեղ խոսվում է այսպես մոտավոր իմաստը, ասեմ արցախցիների այսպես հուզական նրանց ֆոնը օգտագործել քաղաքական դրդապատճառների համար, այդպիսի վտանգ են տեսնում, արտաքին հետախուզական ծառայությունը, դուք նման միտում, նման վտանգներ տեսնում եք արցախցիներին, որ օգտագործեն ինչ-որ քաղաքական դրդապատճառներով։ Գիտեք, գործակալները խոսում են գործակալական ցանցի մասին եւ բնական է, ինչպես բոլոր հարցերում արցախցիներն են մեղավոր եղել ըստ իրենց ներկայացման կամ պատկերացումների, այնպես էլ այստեղ եւ ես նաեւ իհարկե չեմ բացառում, որ այսպես սովորական մարդկանց միջից, հենց արցախցիներից մենք նաեւ կլսենք հետագայում այսպես ցնցող ինչ որ այդպիսի հայտարարություններ այս իշխանությունների կողմից արցախցիներին վերաբերող կամ ինչու՞ չէ, իրենք չեն խորշի նաեւ այդպիսի ձերբակալություններ եւ աղմկահարույց գործեր ստեղծելուց, բայց ես կարծում եմ յուրաքանչյուր խելամիտ ու սթափ հայի համար ակնհայտ է, որ այսօր գործակալների ցանցը ձևավորված է հենց Հայաստանի կառավարության, Հայաստանի իշխանությունների մեջ եւ բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Արման, կմոտենանք